Գեղեցկագույն բնություն, հայկական կոլորիտ և հյուրասիրություն, սրանք լավագույնս բնութագրում են Լոռվա մարզը։ Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Վանաձոր քաղաքը համարվում է երրորդ ամենախոշոր քաղաքը Հայաստանում։ Լոռին աչքի է ընկնում հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով, որի մասին վկայում են տասնյակ վանքերը, բերդերը, ամրոցներն ու հուշակոթողները։ Պատմամշակութային ինքնատիպ հուշարձանների բազմազանությունը որոշակիորեն պայմանավորված է նրանով, որ 10-ից 12-րդ դարերում այստեղ գոյություն է ունեցել անկախ հայկական պետականություն, իդեմս Լոռու կամ Տաշիր ձորագետի թագավորության։ Պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրվողները կարող են այցելել Լոռու բերդ և տեսնել բրոնզ երկաթեդարյան բնակատեղին ու միջնադարյան քաղաք ամրոցը։ Լոռին կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կիլոմետր հյուսիս-արևելք, ձորագետի ձախափին։ Այն հիմնադրել է Դավիթ Անհողինը, հավանաբար 1005-ից 1020-ական թվականներին։ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների շրջանակում Լոռու մարզից ներառված են շուրջ 3045 հուշարձան։ Դրանցից ուշագրավ են 6-րդ դարում կառուցված Օձունի վանքն ու կից հուշակոթողը, ինչպես նաև Քոբայրի և Աղթալայի որմնանկարազարդ վանքերը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի միջնադարյան վանական համալիրները։ Առանձնակի տեղ ունի գեղատեսիլ բնությամբ հայտնի Դսեղ գյուղը, որտեղ գտնվում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։ Բանաստեղծի հայրական տունը թանգարանի է վերածվել 1939 թվականին Թումանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ։ Այնտեղ պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշ։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին և կառուցված է մատուռ 1994 թվականից, որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։ Դսեղ գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա Ծովեր լիճն է, որը երկրաբանական բնության հուշարձան է։ Իսկ Դսեղ գյուղից 2 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվում է Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը։ Վանական համալիրը նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին, այն մեր ժամանակներ է հասել արդեն ավերակ վիճակում։ Վանքեր, եկեղեցիներ, հուշակոթողներ դուք Լոռիում շատ կարող եք տեսնել։ Լոռին նաև Հայաստանի արդյունաբերական մարզերից է։ Այստեղ են գործում Հայաստանի տնտեսության արդյունաբերական ճյուղի անկյունաքարային նշանակություն ունեցող մի շարք օբյեկտներ։